Հունիսի 17-ին մեկնարկած Կիևյան կամրջի վերակառուցման աշխատանքները դեռ շարունակվում են։ Թեև նախատեսված շինավարտի ժամկետը մոտենում է, շինհրապարակում աշխատանքների ինտենսիվությունն այդքան էլ մեծ չէ։ Քաղաքապետարանից պարբերաբար վստահեցնում են, որ շինարարությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով, սակայն մեր նկարահանման պահին ցերեկային ժամերին շինհրապարակում աշխատակիցներ գրեթե չկային։ Դեռ հունիսի 22-ին Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Կիևյան կամրջի վրա վերգետնյա լարեր չեն լինելու։ Նրա խոսքով անհրաժեշտ խողովակներն արդեն տեղադրված են եւ մնում է միայն լարերն անցկացնել դրանց միջով։ Դիտահորերը բոլորը բարձրացված են, մակարդակի հասցված են, մի մայթը լայնացրած է, լարերը գետնի տակ են անցկացրել, իսկ վերևի անցկացնում ենք process-ը, դեռ անցկացման process-ում ենք, բայց կառուցված է համակարգը։ Այսինքն խողովակները ներդրված են, լարերը պետք է անցկացնենք ու վերևի լարերը վերացնենք։ Այո։ Այդ հայտարարությունից ավելի քան 1 ամիս է անցել, սակայն կամրջի վերջնամասում օդային լարերը, որոնք սարդոստային են հիշեցնում, դեռևս չեն ապամոնտաժվել եւ շարունակում են մնալ իրենց տեղում։ Տիգրան Ավինյանը միակը չէ, ով խոսում է շինարարության աննախադեպ ծավալների եւ շուրջօրյա աշխատանքների մասին։ Հունիսի վերջին նրա ուղեկցությամբ շինհրապարակ էր այցելել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղում ծանոթացել էր իրականացվող աշխատանքներին, շրջել շինհրապարակում, զրուցել պատասխանատուների եւ շինարարների հետ, տվել հանձնարարական ինչպես նաև դիտողություններ արել։ Հենարանների մեջ, այո, կան մուտքեր, մինչև ներքև կարելի է իջնել դիտարկումներ։ Ասենք որը եւ մետաղին է խփնելու եւ ասֆալտին է խփնելու, թողնելու, որ ջրերը ներթափանցեն ներսես։ Թեև շինհրապարակում առկա պատկերն այլ տպավորություն է ստեղծում, քաղաքապետարանից շարունակում են վստահեցնել, որ աշխատանքներն ընթանում են հաստատված ժամանակացույցով։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը պնդում է, որ սահմանված ժամկետները չեն խախտվելու։ Կիևյան կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել, վերաշահագործման հանձնել նախնական ժամկետից մի քանի օր շուտ, այսինքն նախապես 29-ին ներկայացված օրը, բայց հիմա մի քանի օր շուտ կբացվի, այդ բանի հստակ ժամկետը հստակ օր չեն կարող նշել, բայց հստակ ժամկետը շուտ է բացվել։ Իդեպ Կիևյան կամրջի վերակառուցումն իրականացնում է Պրետոր ընկերությունը։ Կնքված պայմանագրի արժեքը կազմում է 456 միլիոն դրամ։ Արդյոք աշխատանքները կավարտվեն խոստացված ժամկետում, ցույց կտա ժամանակը։ Մինչ այդ Կիևյան կամրջի վերակառուցման հետևանքով երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը շարունակում են ամեն օր բախվել երթևեկության, զգալի ծանրաբեռնվածության եւ կիլոմետրերով ձգվող խցանումների։